Իսկ Արթուր Սարգսյանի դեպքը դա հասկանում եք, ախր չի կարող տենց լինել, էլի 3 անգամ անձը հայտնվի կալանավայրում։ Արթուր Սարգսյանի ազգային ժողովի падգամավորի ժամկետը հաշվենք, երևի մեծամասնությունը կալանավայրում է։ Կարող եք մատնանշել որևէ երկիր, որի գործող իշխանությունը ընդունում է, որ իր երկրում կան քաղբանտարկյալներ։ Այսինքն այդքան միամիտ չենք մենք, որ չէ, մտածենք դուք ընդունում եք դա, եւ ոչ էլ մտածում ենք, որ լուսային աստվածային ինչ-որ մի հատ լույս իջնի ձեր հոգիներին եւ խղճի վրա, եւ որպեսզի դուք բարձրաձայնեք դրա մասին։ Արդյոք ձեր մոտ չկա ողջամիտ կասկած այն մասին, որ մեր իրավապահ մարմինները հատուկ ընտրում են հենց այդ հոդվածները, որոնք որևէ տրամաբանական կապ կարող են նույնիսկ չունենան գործողությունների հետ կամ անձանց վարքագծի հետ, բայց նրանց կպցնեն սենց եւ այդ կպցնելու շրջանակներում զերծ պահել միջազգային կառույցների ներգրավելու։ Օրինակ նույն ահաբեկչության հոդվածը։ Ինձնից լավ գիտեք եւ այստեղ նստածներից շատերը լավ գիտեն, նախկինում միջազգային կառույցների վերաբերմունքը տվյալ ժամանակահատվածում օրվա իշխանությունների հետ կապված հարաբերություններում եւ ներկայումս։ Եվ դա կապված չէ բացառապես Հայաստանում ներքին ժողովրդավարության հարցերի հետ, դա պայմանավորված է արտաքին հարաբերություններում այս կամ այն կենտրոնների իրավունքներն իրացնելու համար։